Բարև ձեզ։ Պարոն Փաշինյան, ես ձեզ երկու անգամ վիդեո ուղերձ եմ ուղարկել։ Ինչո՞վ։ TikTok-յան հարթակով։ Ես TikTok-յան նամակների չեմ ստուգում։ Դա համար եկել եմ անձամբ տեսնեմ։ Պարոն Փաշինյան, շատ եմ խնդրում։ Աղաչում եմ։ Հրաման տվեք ամունիցիալինի։ Մենակ դրա համար եմ եկել։ Ես 2 տարի եղել եմ Կալանավայրում, Բերդերում տեղ չկա։ Ես ձեզ շատ խնդրում եմ։ Բոլորի անունից։ Պայմանական վաղաժամկետ ազատումներով կգնանք։ Մենք համաներում մարզերում էլ խոսելու։ Հենց հիմա կչոքեմ կխնդրեմ։ Չէ, չոքելու Աղաչում եմ։ Հրաման տվեք ամունիցիալինի։ Գոնե Բեռնաթարում։ Ոսկե ամունիցիայի մասին։ Պայմանական վաղաժամկետով բոլոր են գիտեմ դուք ձեր ազգանունը ինչ է։ Բաբասիևա։ Տիկին Բաբասիևա։ Այն բոլոր կալանավորված դատապարտված անձինք, ովքեր օրինակելի վարկ կցուցաբերեն եւ օրենքով սահմանված չափանիշներին կհամապատասխանեն, իրանց պայմանական վաղաժամկետ ազատ կարձակվի։ Այդ է մեր դիրքորոշումը։ Երկարացնելով չի փոխվելու։ Խնդրում եմ, պարոն Փաշինյան։ Ասեցի արդեն, չի լինի դա։ Համաներում չէ, պայմանական վաղաժամկետը, գիտեք ինչ է պայմանական վաղաժամկետ ազատումը։ Դուք էլ եք կալանավոր եղել։ Ես էլ եմ եղել, գիտենք այդ ինչ գիտեք ինչ է պայմանական վաղաժամկետ ազատումը, որ նստում են, որ ինչ որ ասենք 1/3-ով ազատվում են, դեպք կա 2/3-ով են ազատվում, դեպք կա կեսով են ազատ, վերջը։ Ներս եղել եմ, պարոն Փաշինյան։ Պայմանական վաղաժամկետ խնդրում եմ։ Ես 3 անգամ ձեզ դուք եք գիտեք կալանքը ինչ է։ Խնդրում եմ։ Ասեցի ձեզ, չի փոխվելու։ Պայմանական վաղաժամկետ։ Ինչն է պատճառը։ Ասել եմ, եթերով տարբեր պարզաբանումներ տվել եմ, լսեք։ Մի հարց կարելի է, վերջինը։ Կներեք, բայց մարդիկ համեցին։ Հակակրանք եք կալանավորների հանդեպ, թե ոչ։ Ում հանդեպ։ Քրեական ենթամշակույթով ապրողների հանդեպ ոչ միայն հակակրանք ունեմ, այլև իրանց դեմ պայքարը պետության պարտքն է։ Քրեական ենթամշակույթ։ Այո, երեխեք սպասեք։ Ասեք, մեզ հետ նվենք էլի, պարոն։ Մի րոպե։